մեր հայրենակիցները ձեզ, ինչ ակնկալիքներ ունեն, ինչպես են գնահատում եկեղեցու դեմ այս կեղտոտ արշավը, խնդրեմ։ Իրոք մենք Մայր Հայաստանը մասնակցում է վաղաշաբաթի ընտրություններին, ակտիվորեն ներգրավված է քարոզարշավի հետ, գրեթե ամենօրյա ռեժիմով, նույնիսկ քարոզարշավից առաջ էլի ամենօրյա ռեժիմով մենք շփվում էինք քաղաքացիների հետ, տրամադրությունները ես կարող եմ ասել, որ հիմնականում իմ տեսածը պրոֆեսիոնալ սոցիոլոգի գնահատականի չեմ հավակնում, բայց իմ տեսածով հիմնական մասը իրենց խոսույթում, իրենց հայտարարություններում ընդդիմադիր է, դատապարտում են եկեղեցու դեմ կատարվող այս այլանդակությունները, որոշ փոքր մաս կա, որ այդ բառը օգտագործենք, նիկոլական է, բայց բնական է հասարակությունը բազմաշերտ է, կարող եւ նման շերտ լինի, բայց կուզենայի մենք իմիջիայլոց ժողովրդի մոտ երկու տիպի խնդիրների վերհանում է, մեկը ավելի մասշտաբային հանրապետական համազգային մակարդակի, մյուսը ավելի քաղաքային, թե որն է շատ չեմ կարող ասել, ինձ մոտ տպավորություն է, որ 50-50 է, մենք Մայր Հայաստանը իր քարոզարշավի ընթացքում եւս հասարակությանը ներկայանում է այդ երկու խնդիրների լուծման բանաձևերով, մեկը այն, որ համապետական այդ խնդիրները, համազգային խնդիրները եկեղեցու դեմ այս հակաքրիստոնեական արշավը կանգնեցնելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն եւ վաղաշաբաթը լավ հնարավորություն է այդ իշխանափոխությունը սկսելու համար վաղաշաբաթը ես կասեի շատ ավելի կարևոր է, քան Գյումրիի ընտրությունները, նույնիսկ Երևանի ընտրությունները, քանի որ համապետական ընտրություններից առաջ է տեղի ունենում եւ եթե վաղաշաբաթցիները, ես համոզմունք ունեմ, որ այդպես էլ կլինի, վաղաշաբաթցիները գնան քվեարկության շատ ակտիվ եւ մասնակցեն քվեարկությանը, ես համոզված եմ, որ մասնակցության բարձր տեմպերի դեպքում Նիկոլ Փաշինյանը շատ վատ մղձավանջային իրավիճակում է հայտնվելու, քաղաքացիական պայմանագիրը հերթական անգամ տապալվելու է, այսինքն պետք է վաղաշաբաթցիներին կոչ անել, մեր սիրելի վաղաշաբաթցիներին, էջմիածինցիներին, որ անպայման գնացեք ընտրությունների, անպայման մասնակցեք այդ ընտրություններին։ Մյուսը, որ Մայր Հայաստանը պարբերաբար անդրադառնում է, դա քաղաքային խնդիրներ են, տարատեսակ դպրոցների, բակերի, ասֆալտի, աղբահանության, այսինքն այն բոլոր խնդիրներն ենք մենք անդրադառնում եւ կոմպլեքս լուծումներ ենք առաջարկում, որոնք առկա են Հայաստանի մյուս բոլոր քաղաքներում եւ ինչպես Գյումրու պարագայում, այս պարագայում եւս մենք Էջմիածնի դեպքում առաջարկում ենք ֆունդամենտալ լուծումներ, որոնք Էջմիածինը վաղաշաբաթ խոշորացված համայնքը դուրս կբերի սոցիալ-տնտեսական ճգնաժամից եւ կդարձնի զարգացած տուրիստական քաղաք։ Այս առումով ես պետք է նշեմ, որ բավականին մեծ արձագանք է գտնում Մայր Հայաստանի այս բանաձևերը, մարդիկ բավականին ակտիվ արձագանքում են, ես հասկանում եմ, որ տևական ժամանակ քաղաքական կուսակցություններից, քաղաքական գործիչներից հիասթափության ալիք է նկատվել, բայց այս դեպքում ես այդ ալիքը կարծես չեմ նկատում, մարդկանց մոտ կա վստահություն, որ այս ընտրություններից հետո իրենց համայնքում նույնիսկ որոշ մարդկանց մոտ նաև այդ տպավորությունն է, որ համապետական մասշտաբով տեղի ունենալու փոփոխություններ, քաղաքական ակտիվությունը բավականին բարձր է ու ես լիահույս եմ, որ նոյեմբերի 16-ից հետո մենք արթնանալու ենք այնպիսի վաղաշաբաթում, որը ֆունդամենտալ կերպով մերժել է նիկոլականներին, ՔՊ-ին ու իր սատելիտ այդ Արամ Զավենիչի կուսակցություն կար անունը մոռացա, դրանց դրածոյին կամ բրածոյին, ես այս առումով մեկ բանի եմ ուզում անդրադառնալ, օրինակ ՔՊ-ի թեկնածուն, տեսեք, Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե վաղաշաբաթի ընտրություններին օրինակ այլասերված ինչ-որ մեխանիզմներով, ինչ-որ զարթուղի ճանապարհներով չփորձեր ինչ-որ բան կառուցել։ Դրել են մի թեկնածուի, որը Արցախում մեծ ներդրում ունեցած մարդու զավակ է, Մեխակյանը, բայց նա մտնելով Նիկոլ Փաշինյանի փեշի տակ, քաղաքական փեշի տակ, ըստ էության դավաճանել է հոր վաստակը Արցախում։ Այսինքն այն ռեյտինգը, որը ինքը կարող էր ունենալ որպես Արցախի
ազատագրական պայքարի մասնակցողի որդի դրանով արդեն ոչնչացել է։ Էլ տեղ չկա ոչնչանալու։ Եթե մարդ գնում կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքը, իսկ ինքը բազմաթիվ անգամներ 18 թվականից հետո 18 թվականի դրանից հետո գնացել կանգնել Նիկոլ Փաշինյանը, դա արդեն համարենք զրոյացված։ Եվ մեկ հետաքրքիր հանգամանքի եմ ուզում անդրադառնալ վաղաշաբաթի ընտրությունների հետ կապված այդ Նիկոլ Փաշինյանի բանաձևի շրջանակներում իրենք հասկացել են, ԿՊ-ում հասկացել են, որ իրենց կուսակցությունը քաղաքացիական պայմանագիր է եւ իրենց լիդերը Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով բորոտներ են։ Այսինքն մարդիկ իրենց հետ ասոցացվելու դեպքում իրենց վատ են զգում, դիսկոմֆորտ են ապրում։ Նույնը իրենց տեխնացուն, իրենց տեխնացուի հետ կապված, ոչ թե իրենց տեխնացուն լավ էլ կոմֆորտ է զգում Նիկոլ Փաշինյանի թիմում։ Փեշիտա, բառերն են, հեսա մենք դրանք կանդադարում։ Դե դրան եմ անդրադառնում էլի, ըստ էության, որ կարող է իրեն թույլ տալ բաներ, որոնք հարիր չէ քաղաքական գործին, հարիր չէ տղամարդուն, այս առումով տեսեք Արգիշտի Մեխակյան կոչվածը ներկայացվում է ԿՊ-ի կողմից այնպես, որ իրենք այդքան էլ նիկոլական չեն, այդքան էլ ԿՊ-ական չեն, չգիտեմ, ինչպես են մտածել, որ կարող են դա համոզել ժողովրդին, կարող է մի քանի հոգու համոզել են, ասենք լոգոները փոքր են կպցնում, Նիկոլ Փաշինյանը չի երևում այդ քարոզարշավին, բա Նիկոլ Փաշինյան քո դրած տեխնացուն է, մի հատ արի վաղաշաբաթ, քարոզարա, շաբաթ-կիրակի օրերին, հա, այդ աշխատանքային օրենսգիրքը չխախտելու համար, ցույց տուր, որ դա քո տեխնացուն է, բոլոր հնարավոր ձևերով ցույց տուր, որ դա քո տեխնացուն է, բայց ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը դա չեն անում, հրաժարվում են դա անելուց, փոխարենը խաղի մեջ են մտցրել իմ նշած այդ Վազգեն Սարգսյանի, ես դրանց եվրողլիներ եմ ասում, դրա տեխնացուին, անունը ճիշտ ասած չեմ էլ հիշում, են շատ բան էմոցիոնալ տղեն, որ սեղան Հովհաննես Մկրտչյանը, որ ասում է, որ պահին Բեհարանի վրա գրոհը սկսվեց, այդ մարդ դրանց տեխնացուն, հանրապետության կուսակցության տեխնացուն, փորձում է իրեն ցույց տալ Նիկոլից ավելի Նիկոլ, ԿՊ-ականից ավելի ԿՊ-ական ու անգամ հմեկի տաղավարում մեղադրում է Նիկոլ Փաշինյանի տեխնացուին, այդ Արգիշտի Մեխակյանին ավելի քիչ ԿՊ-ական, ավելի քիչ նիկոլական, ավելի քիչ հակաեկեղեցական, հակաքրիստոնեական լինելու մեջ, քան ինքն է։ Փորձում է ցույց տալ, որ իրականում Նիկոլի տեխնացուն ոչ թե այդ մարդն է, այլ ինքն է։ Սա քաղաքական տրյուկ է, ժողովուրդ ջան, չխաբնվեք այս ամեն ինչին, Նիկոլ Փաշինյանի տեխնացուն ոչ թե այդ Բրածոն է, Արամ Սարգսյանի, այլ Արգիշտի Մեխակյանն է, անմիջական Նիկոլ Փաշինյանի կողմից հավանության արժանացած եւ նրան աջակցող տեխնացուն է Արգիշտի Մեխակյանը։ Իսկ այն մյուսին դրել են այդտեղ, որպեսզի նա կարողանա ստեղծի մի քարոզչական թոս, փոշի փչեն ժողովրդի աչքերին, որ այ իրականում Նիկոլ Փաշինյանը իսկ լրատվական ինչ որ կայքերում նման ինֆորմացիա տարածեցին, որ Նիկոլ Փաշինյանը խաղադրույք է արել այն մեկի վրա, բայց նման բան չկա։ Այդ մեկը ուղակի դրածո է, որը խաղում է իր դերը, ինչ որ ձայներ է փորձում փախցնել Եվրողլի թեզերի շրջանակներում, իբր Եվրոպա, բայց իրականում Թուրքիա գնալու ծրագրի շրջանակներում ինչ որ ձայներ կարող է մարդիկ տան, խապնվեն, հիմա մարդս հնարավոր է, բայց Նիկոլ Փաշինյանի իրական տեխնացուն Արգիշտի Մեխակյանն է, ժողովուրդ ջան, այս առումով հետևություններ արեք այն առումով, որ մարդ, որի հայրը մեծ ներդրում ունի Արցախի ազատագրման գործում, որդին կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքին, որի թեթև ձեռքով, որի քաղաքականության ու քայլերի հետևանքով Արցախը ոչ միայն հայաթափվեց, այլ հայտնվեց Իլհամ Ալիևի գրպանում։ Սրանք որակական ցուցիչներ են, պատկերացրեք, եթե մարդ ընդունակ է նման քայլերի գնալ, ապա նրանից արդար կառավարիչ, արդյունավետ կառավարիչ շատ 99% հավանականությամբ հնարավոր չի նման բան։ Այնպես որ հարգելի վաղաչափացիներ, ավարտելով իմ խոսքը, կրկին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցեք ընտրություններին, մերժեք
քաղաքացիական պայմանագրին, նրա տեխնացուին Արգիշտի Մեխակյանին, Նիկոլ Փաշինյանի սատելիտ դրածո կուսակցություններին ու տեխնացուներին, մեկը կա, ես նշեմ, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը, Հանրապետությունը, դա Նիկոլ Փաշինյանի կողմից ներդրված, Նիկոլ Փաշինյանի կողմից խաղացվող քաղաքական ուժ է, որին ըստ անհրաժեշտության օգտագործում են։ Գյումրիում օգտագործեցին չեղավ, անպետք գործիք էին, հիմա մի քիչ նորոգել են այդ գործիքը, բերել գցել են Վաղաշապացիների ջանը, բայց սա ինֆորմացիայի համար եմ ասում, որ հետևություններ անեք, հանկարծ չասեք, վայ, ես որպես ընդդիմություն կամ որպես այլընտրանք ՀՊ-ին գնացի ընտրեցի, բայց տեսակ իրենք ծախվեցին Նիկոլ Փաշինյանին, ինչպես դա եղավ Երևանի ավականու պարագայում, որ նման խոսակցություններ չլինի, հետևությունները արեք եւ հստակ ձեզ համար ֆիքսեք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արգիշտի Մեխակյանի դեմքով, ով ուրացել է իր հորվաստակը Արցախում, Արցախի ազատագրման գործում։ Իմիջիայլոց նույն այդ Մեխակյանի հետ կապված իր վերջին լրտի պահվածքը բանավեճին ինչով է պայմանավորված, այդքան վստահ է, թե տեսեք, այդ տղան, որը իրեն քաղաքական գործ չի, ընդհանրապես մարդուն ոչ հարիր վարքագիծ է դրսևորում հանրային հեռուստաընկերության եթերում, տարբեր վիրավորական հայտարարություններ հնչեցնելով, ինքը նաև այդ Արամ Սարգսյանի բրածոն շատ լավ հասկանում են, որ Էջմիածնում Վաղաշապատում Մայր Հայաստանը կարող է խառնել այդ իրենց գծած քաղաքական քարտեզը, խաղաթղթերը եւ այնպես անել, որ խիարը, կոպիտ ասած, ինչպես կասել դասականը, թարս աճի։ Ու այս իրավիճակում նրանք պատահական չէ, որ անցնելով բոլոր սահմանները թիրախավորում են Մայր Հայաստանին, թիրախավորում են Մայր Հայաստանի տեխնացուներին, թիմակիցներին, սա ցույց է տալիս ուղղակի իրենց թուլությունը։ Ես ուղղակի չեմ ուզում իրենց մակարդակին իջնել իրենց բառերով պատասխանել, բայց պետք է հետևություն անենք, ու այդպիսի հետևություն արդեն արված է, որ սա ուղղակի թուլություն է, թուլությունից մարդ ընկնում է հիստերիայի մեջ։ Օրինակ իրենց լիդերը, երբ հայտնում է ծանր պայմաններում, հիստերիկ բղավոցներով, ասենք, ուղիղ եթեր է մտնում, սրանք էլ հայտնվել են նեղ իրավիճակում, բավականին թույլ իրավիճակում, զգում են իրենց վերահասպարտությունը, դրա համար նույն հիստերիկությունը անում են հանրային հեռուստաընկերության եթերում։ Ինչպես կասեր ժողովուրդը, ճտերը աշնանն են հաշվում եւ նոյեմբերի 16-ից հետո արդեն մենք գնահատական կտանք, ով, ինչպես, ինչու եւ ժողովուրդը ինչպիսի գնահատականի արժանացրեց յուրաքանչյուր քաղաքական ուժ։